creation of the Zangezur corridor. Ես խստորեն դատապարտում եմ ձեր կողմից ապա լեգիտիմ բառապաշարի օգտագործումը այս հեղինակավոր դահլիճում։ Մինչ Հայաստանի վարչապետը ադրբեջանական խոսույթն է ուզում կանխել, այսպես կոչված Զանգեզուրի միջանցք տերմինն այլևս եվրոպացիների բառապաշար է մտնում։ ԵԽԽՎ-ում եվրոպացի падգամավորն այսօր վարչապետին տված հարցի մեջ հենց այդ եզրույթն օգտագործեց։ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց մինչև հրապարակային ելույթներ ունենալը կարդալ Վաշինգտոնյան փաստաթղթերը։ Որտեղից այդ արտահայտությունը ձեզ, որտեղ եք կարդացել այդ արտահայտության մասին։ Նման արտահայտություն չկա, չի եղել եւ համոզված եղեք չի լինի Հայաստան-Ադրբեջան համաձայնեցված որևէ փաստաթղթում։ Trip which will ensure unimpeded access through the Zangezur corridor and foster regional connectivity. Այդ խոսուստները խաղաղության նկատմամբ Շաբաթ ՄԱԿ-ի ամբիոնից Նիկոլ Փաշինյանն Իլհամ Ալիևին էր դիմել պարզաբանելու կոչով ինչ նկատի ունի Զանգեզուրի միջանցք արտահայտությունն օգտագործելով։ Պնդել էր, որ հայաստանյան իրականության մեջ դա ընկալվում է որպես տարածքային պահանջ Հայաստանից եւ կոնֆլիկտային խոսույթի հետ է ասոցացվում։ Վաշինգտոնում վրեժխնդրությունը մերժելու խաղաղությունն առաջ մղելու հանձնառություն ստանձնած երկու ղեկավարների ելույթներն էլ ՄԱԿ-ի ամբիոնից հնչեցին։ Այսօր Փաշինյանը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հարթակից ավելի կոնկրետացրեց իր ասելիքը։ Իսկ Ադրբեջանի գործընկերներից ակնկալում եմ, որ նրանք քարտեզի վրա ցույց տան, թե որտեղ նկատի ունեն, որ հատվածն են անվանում Զանգեզուրի միջանցք։ Եթե դա որևէ կերպ վերաբերվում է Հայաստանի ինքնիշխան տարածքին, կներեք, որևէ մեկը Հայաստանի Հանրապետության տարածքում անուններ որոշելու իրավունք ունի միայն Հայաստանի Հանրապետությունը։ Հակառակ գործելակերպը նշանակում է Հայաստանի ինքնիշխանության խախտում, ինչի շուրջ բարձրագույն մակարդակով հրապարակային ձեռք է բերվել պայմանավորվածություն։ Մինչ Բաքվից պատասխան չկա Ադրբեջանի վարչապետը երեկ էլ մեկ այլ միջազգային հարթակում ԱՊՀ վարչապետների հանդիպմանը կրկնեց Զանգեզուրի միջանցք տերմինը։ Տարածաշրջանում առկա նոր իրողությունները հաշվի առնելով սկսվում է ակտիվ աշխատանքը նոր Զանգեզուրի միջանցքի ուղղությամբ, որը կմիավորի Ադրբեջանը Նախիջևանի ինքնավար հանրապետության հետ։ Ալի Ասադովի հայտարարությունը մեջ բերել էր ադրբեջանական պետական Ազերթաջ գործակալությունը։ Հայաստանի կառավարությունից փոխանցեցին, որ Ադրբեջանի վարչապետին Հայաստանի փոխվարչապետ Մեհեր Գրիգորյանն է արձագանքել, որը ԱՊՀ կառավարությունների ղեկավարների Բելարուսում անցկացված հավաքին հեռավար է մասնակցել։ Փոխվարչապետն Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի ելույթին ի պատասխան հայտնել է, որ հարկ է ձեռնպահ մնալ Զանգեզուրի միջանցք տերմինի օգտագործումից, հավելելով, որ երկրների միջև ստորագրված բարձր մակարդակի փաստաթղթերի համաձայն, ապա շրջափակման համատեքստում պետք է օգտագործել Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման սահմանումը։ Չնայած իշխանության պնդմանը, որ բոլոր պայմանավորվածությունները հրապարակված են, հաղորդակցությունները բացվելու են պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության հարգմամբ, ընդդիմության կասկածները, թե Հայաստանն Ադրբեջանին ոչ թե ինքնիշխանության ներքո ճանապարհ է տալիս, այլ միջանցք չեն փարատվում։ Հայաստան խմբակցության падգամավոր Աննա Գրիգորյանը հարցնում է. Բայց դուք ո՞նց եք պայմանավորվել, որ ֆունդամենտալ, կոնցեպտուալ տերմինոլոգիայի վերաբերյալ տարընկալումներ կան, տարբեր ձև եք պատկերացնում։ Այդ ինչ տիպի համաձայնություն է։ Իսկ միգուցե իրական պատճառն այն է, որ իսկապես պայմանավորվել եք անխոչնդոտ ճանապարհ տրամադրել, որ ըստ էության միջանցք է, բայց այստեղ Հայաստանի Հանրապետությունը փորձում եք այսպես տարբեր ձևակերպումներ, տարբեր փաթեթավորումներ տալ, որպեսզի մինչև ընտրություններ մարդիկ չհասկանան ինչ է կատարվում։ Հակառակ դեպքում դուք ո՞նց եք պատկերացնում։ Ընդամենը օգոստոսի 8-ին ա եղել է, ոչ հեռու անցյալում։ Չէիք հասկացել ինչ եք պայմանավորում։ Փաշինյանի թիմակից Հասմիկ Հակոբյանը վարչապետի պահանջած պարզաբանումը ընդդիմության թեզի ուղիղ հերքում է համարում։ Եթե մենք խոսացած եւ պայմանավորված եւ ստորագրած լինեինք ընդդիմության ասած միջանցքը, երբեք չեք պատկերացնի, չէ՞ որ կարող են կանգնել ասել ինչ նկատի ունես։ Սա չէ որ սա ճանապարհ է եւ SSS բաներով է պայմաններով է այդ ենթակառուցվածքն ապա շրջափակվելու։ Հա, մենք էտել ենք հասկանում, գիտեք, էտել է պետք խոստովանել, որ խաղաղության խաչմերուկը բացվեց, հա Ադրբեջանն էլ ասելու է, տեսեք Զանգեզուրի միջանցքը բացվեց։ Սրան էլ պետք է պատրաստ լինենք։ Հայաստանի վարչապետը մինչև վերջերս խաղաղությունն այլևս կայացած փաստ էր համարում, իսկ այսօր Բաքվից պատասխան է ակնկալում չվերանայած հռետորաբանության վերաբերյալ։
Չնայած հունիսին շատ հանգիստ էր վերաբերում, որ իր կառավարության հեղինակած խաղաղության խաչմերուկը հենց Զանգեզուրի միջանցք էլ ադրբեջանցիները կկոչեն, հիմա զայրանում է։ Իդեպ թուրք պաշտոնյաներն էլ Զանգեզուր տեղանունն են օգտագործում։ Տրանսպորտի նախարարը այսօր հայտարարել է, թե Զանգեզուրի միացումը կարագացնի սահմանների բացումը եւ դիվանագիտական հարաբերությունների կարգավորումը։